Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ իրավապաշտպան Նարէ Արամյանին եւ թռչնասերների կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Սիլվա Ադամյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարի ձեզ հարգելի հյուրեր, շնորհակալ եմ, որ Նոյան Տապանի տաղավարում եք։ Կենթանիների հետ կապված երբ որ ինչ-որ մի դեպք է տեղ ունենում, անմիջապես դուք անդրադառնում եք, մենք էլ լուսաբանում ենք։ Հիմա հերթական ցավոք այս անգամ պետք է խոսենք ողբերգական դեպքի մասին։ Գագիկ Ծառուկյանի Սպիտակեք առույցի անկումն է խնդիրը։ Սա դարձավ եւ սոցիալական հարցերում քննարկման առարկա եւ հասարակությունը կարծես թե անտարբեր չէ եւ հիմա Տիկին Ադամյան դուք ձեր էջում գրել եք որ պահանջելու եք փաստորեն անկախ հետաքննություն եւ նույնիսկ միջազգային կազմակերպություններին կոչ եք արել ուշադրություն դարձնել այս դեպքի հետ կապված ինչու քանի որ կենթանաբանական այգին հայտարարություններ տարածել եւ պատճառաբանել էին որ կենթանին եղել է հիվանդ դա եւ պատճառը եղել որ տեղափոխվելուց հետո քնից չի արթնացել չի բավարարում այս պատասխանը ձեզ եւ ինչու է գտնում որ պետք է լինի անպայման անկախ հետաքննություն անկեղծ ասած այն որ ասեմ չի բավարարում պատասխանը այդքան էլ ճիշտ չի լինի բայց քանի որ ես ինքս մասնագիտությամբ անասնաբուժ եմ ես հասկանում եմ թե ինչպիսի ստրեսային վիճակի մեջ է լինում կենթանին երբ որ իրան տեղափոխում են մեկ վայրից մեկ ուրիշ վայր Էնել այդպիսի ուրեմն շրջապատով դուք բոլորը տեսաք, այնտեղ տեսչական մարմիններն էին, պատկան մարմիններ էին, հատուկ հագուստներով։ Այս ամեն ինչը չկարծեք, թե միայն մարդկանց վրա է ազդում։ Կենթանին դրանից մտնում է ուժեղ ստրեսի մեջ եւ փոփոխություններ է լինում օրգանիզմի մեջ։ Այնտեղ ադրենալինը կարող է բարձրանա, այնտեղ ուրեմն մալոչնի կիսլատան է բարձրանում օրգանիզմի մեջ ու երբ որ այդ ամեն ինչը համընկնում է այն պրեպարատի հետ, որը սրսկվում է կենթանում, այստեղ կարող է սրտի կանգ առաջանալ այդ ստրեսից կենթանու մոտ։ Եթե նաև կենթանին էլ մի քիչ տարիքով մեծ է, դա ավելի է նպաստում այդ իրավիճակին։ Տեսեք, մենք տեսել ենք եւ գիտենք, որ Ծառուկյանի մասնավոր կենթանաբանական այգին տարիներ շարունակ գործում է։ Սրա մասին անձամբ ես շատ եմ խոսել։ Եվ նախքին ուրեմն կառավարության օրոք եւ հետո եմ խոսել, որ պետք է որոշակի ստուգումներ անցկացնել, տեսնել թե կենթանիները ինչ վիճակում են, արդյոք բոլոր փաստաթղթերը տեղում են, կենթանիներն են մուծվել օրինական ձևով։ Այս ամեն ինչը հարցեր էր, որ տրվել է եւ նախքին կառավարության օրոք եւ հետո է տրվել, բայց գիտեք ինչ ուշադրություն դրան ոչ մեկը չի դարձրել, այստեղ Նարեն կփաստի, որ դրան շատ ենք անդրադարձել եւ այս խնդիրը բարձրացրել ենք։ Ոչ թե բարձրացրել ենք նրա համար, որ գազանաբար կենթանիներին հետևից վերցնեն, ինչպես որ հիմա արեցին, տեղափոխեն մեկ այլ տեղ, այլպես իրավիճակը ճշտենք, թե ինչպես են իրենց զգում կենթանիները, ճիշտ են արդյոք իրենց այնտեղ պահում, որտեղ մենք բոլորս դեմ ենք մասնավոր կենթանաբանական այգիներին, բայց քանի որ մեր երկրում դեռ գործում է օրենքը, որը որ թույլ է տալիս մարդկանց պահելու ուրեմն կենթանիներ եւ ունենալ մասնավոր, չասեմ կենթանաբանական այգի, ինչ որ տաղավարներ, ուրեմն թույլ է տալիս եւ վերջ, դրա մասին էլ ենք խոսել, ասել ենք որ թույլ մի տվեք, կգա մի ժամանակահատված, այն ինչ որ ունենք, մի ժամանակահատված կգա, այս ժամանակահատվածից թույլ մի տվեք, որպեսզի մարդիկ ունենան մասնավոր կենթանաբանական այգիներ, բայց ոչ մեկը մեզ չի լսել։ Բայց Տիկին Ադամյան, ես հիշում եմ Գյումրում կային այդ այսպես ասած կենթանաբանական այգի, ամեն դեպքում ձեզ լսեցին, եւ այդ չի կարելի այդ տարածքի հետ կապված, այսինքն համեմատել այն ինչ որ պահում է Ծառուկյանը։ Իհարկե, ոչ մի կերպ, ես ինչ եմ ուզում ասեմ, որ ուշադրությունը ինչու սպիսի միանգամից ուշադրություն ծագեց դեպի այդ կենթանիները եւ կենթանաբանական այգին, որտեղ տարիներ շարունակ դրա մասին լրում էին, ասում էին ամեն ինչ օքեյ է, շատ լավ է, ինչ ստուգում, ինչ բան, ինչ եք ավել պակաս տեղ բաներ խոսում, ամեն ինչ լավ է, նորմալ է, օքեյ է, քանի դեռ ես ուղղակի պատերից դուրս չեկա, այդ տնային պայմաններում եւ ուզում եմ ձեզ ասել, որ մասնագետների հետ ես խոսել եմ,
ովքեր որ ներկա են եղել այնտեղ տեղափոխման գործընթացում, որոնք հորդորել են չտեղափոխել կենդանիներին։ Այսինքն գնացած մասնագետները Այո, այնտեղ որտեղ ներկա են եղել։ ներկա ում կողմից են ներկա եղել։ Որպես ասում են, որ հենց անկախ փորձագետներ, այսպես ասենք, էլի, որպես անկախ փորձագետներ եւ հորդորել են կենդանիներին չտեղափոխել։ Այ ինչ որ ես ձեզ հիմա ասեցի, այդ ստրեսն է եւ ուրիշ պայմաններն են, կենդանաբանական այգու պայմանները բոլորս գիտենք, որ սկի իրանց կենդանիներին նորմալ չեն կարողանում պահել։ Բոլորս գիտենք, դա գաղտնիք չի։ Լավ չի էլի վիճակը։ Ուր մնաց թե ուրիշ տեղից կենդանի տեղափոխենք կենդանաբանական այգի։ Ոչ նորմալ տեղ ունեն։ Ճիշտը պետք է ասենք, էլ ոչ սնունդն է այդպես կարգավորված, ինչպես որ Ծառուկյանը կարող էր իր մոտ անել։ Մենք տեսանք, չէ՞, որ կենդանիներ բավականին լավ վիճակում էին։ Եվ այդ փորձագետները, ով որ տեսել են, որ բավականին լավ վիճակա կենդանիների մոտ, ասել են, եկեք չտեղափոխենք։ Նույնիսկ առաջարկել են, որ իրենց միջոցներով այդտեղ կկերակրեն կենդանիներին, բայց ուժային կառույցները շեշտում եմ, ուժային կառույցները ասել են, որ իրենք ունեն հստակ հրաման կենդանիներին տեղափոխելու եւ չեն կարող հակառակվել այդ հրամանին։ Հիմա նայեք, չնայած նրան մենք բնապահպաններ ենք, Մարի ջան, եւ շատ ժամանակ ասում ենք, գիտեք ինչ, մենք քաղաքական խնդիրների մեջ շատ չենք մտնում, բայց այս խնդիրը ուզենք թե չուզենք, արդեն քաղաքականացում է։ Եվ ես տեսնում եմ ընդդիմության տարբեր գործիչների Ես նայում եմ որպես բնապահպան այս խնդրին, որպես մասնագետ, բայց իրենք դրան նայում են այլ կերպ, որտեղ այս հանգամանքն է եղել, որ ուժային կառույցների միջոցով չլսելով մասնագետների կարծիքը կենդանիներին վերցրել եւ տեղափոխել են կենդանաբանական այգի եւ ինչա ստացվել, ուղղակի էկ գեղեցկուհի հայրուցը ուղղակի չի։ Այո, շատ գիտեք ինչ այնքան ծանր ենք մենք տարել։ Տիկին Ադամյան, մի այսպեսի հարց, այդ սրսկումները, տեսեք ասում են փայտ ցախն է մեծ եղել, ճապակալում այդ բոլորը, այդ սրսկում անելուց առաջ կենդանին որոշակի ինչ որ հետազոտություն չպետք է անցնի, կամ դա հենց գետնի վրա մի անգամ մասնագիտական խորհուրդ պիտի լինի, պետք է լինի վիրահատարանում կամ այս մասին էլ այդ պահում վիրահատարանում կարող է չլինել։ Դուք երևի Նարեկ ջան, դու էլ գիտես, չէ, աֆրիկյան երկրներում, երբ որ կամավորները, բժիշկները փորձում են որևէ գործողություն կատարել, իրենք կարող են հենց բնության գրկում դա անել, որտեղ կան հատուկ պրեպարատներ, որոնք ուրեմն այսպես որոշակի տարածության վրա կրակում են կենդանիներին, դնում են իրանց քնային ռեժիմի մեջ եւ հենց տեղում, սաֆարիում, հենց տեղում իրանք անում են վիրահատություն։ Էլ չեմ խոսում հասարակ բաների համար, եթե դա կապված է, ասենք, ինչ որ ուրիշ հետազոտության հետ, ուղղակի քննացնում են բնության գրկում կենդանուն, կալցիվանիա, օղակավորում, դա անում են եւ թռչուններին, եւ մեծ կենդանիներին, ինչ որ ռադարներ են դնում, որ հետևեն կենդանին ուրա գնում, այս ամեն ինչ այդպես է արվում։ Հիմա այստեղ ինչն է սխալ արվել։ Այստեղ ըստիս ես որպես Նարեն հետո խոսի դրա մասին, ես հստակ փաստաթղթեր չունեմ ձեռքից տակ, որ իմանամ թե իրանք ինչ նյութ են ներարկել այդ կենդանուն։ Կա 2-3 տեսակի նյութեր, որը օրինակ մի նյութ կա, որը շատ բավականին ազդեցիկ է վիրահատության համար, երկար է կենդանին քնում, որպեսզի վիրահատությունը ուրեմն ավարտվի։ Տեսեք, մարդու մոտ էլ է այդպես, չէ՞, եթե դու գնում ես, հասարակ օրինակ վերցնեմ, գաստրոսկոպիայի, հիմա գիտեք, չէ՞, գաստրոսկոպիան առանց այդ 10 րոպեվա քնեցման ոչ մեկը չի անում։ Այդ նյութերը տարբեր են։ Իրենք նույնը լինել չեն կարող, նույնն էլ կենդանիների մասով է, բայց մենք պահանջել ենք, մենք խնդրեցինք, ես նույնիսկ լրագրողներին խնդրեցի, ասեցի, բերեք, խնդրում եմ, գոնե փաստաթղթերը տեսնենք, թե ինչի հիման վրա այդ ամեն ինչը արվել, ոնց է արվել, փաստաթղթեր չկա, ինչ նյութով է արվել, ոչ մի կարգ ու կանոն կենդանու ուրեմն ճիշտ պայմանները պահելու համար չի արվել, այսինքն այնտեղից հրաման է եկել ուժային կառույցների վերցրեք եւ տարեք, վերջ, մեզ հետաքրքիր չի։ Հետևանքները եւ կենդանաբանները եւ փորձագետները ինչ կասեն, օրենքը ինչ է ասում, դա բացարձակ հետաքրքիր չի։ Եվ այդ ստրեսային իրավիճակը արդեն դեզ ասեցի, պլյուս այն ուրեմն դեղամիջոցը, որը սրսկվել է,
կենթանում պլյուս իր տարիքը եւ քրոնիկ փոփոխությունները տարիքային կենթանու ներսում բերել են ուրեմն այս իրավիճակի։ Տիկին Ադամյան, ինչ կտա ձեզ, եթե հրապարակեն այդ արձանագրությունները, որոնք դուք ուզում եք տեսնել։ Շատ բան, մենք կփորձենք ավելի այսպես լուրջ մասնագետների հետ, գուցե չէ, այլ ուզում ենք դատական process սկսել, ուզում ենք։ Եվ ինչ կտա, դուք ինչն եք այս սրանով կանխարգելում։ Մենք ուզում ենք կանխարգել ենք դաժան վերաբերմունքը կենթանիների հանդեպ, չնայած ունենք այդ օրենքը, բայց փաստորեն դաժան վերաբերմունքը այս պարագայում եղել։ Այո, չասեմ կանխարգել են, գոնե հասարակությունը, հանրությունը պիտի իրազեկված լինի, թե որն է ճիշտ վերաբերմունքը կենթանիներին, եւ որ պատկան մարմինները իրավունք չունեն այդպիսի վերաբերմունք ինքնակամ օրենքներից դուրս վերաբերմունք ցույց տալ կենթանիների հանդեպ։ Էլ մարդու մասին չեմ խոսում էլի, չեմ ուզում դրան անդրադառնալ։ Դուրս գանք արճատև գովազդային դադարի, որից հետո արդեն լսենք Նարե Արամյանին։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Արգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Նարե, ինչ կավելացնեք, օրենքը թույլ է տալիս կենթանիներին պահել տանը։ Եվ ինչպես ասացինք հաղորդման սկզբում, պարոն Ծառուկյանը շատ հրաշալի իր կենթանիների խնամել է եւ միջադեպ տեղի չի ունեցել։ Այս ամենը արձանագրվել է իր տան պատերից դուրս կենթանաբանական այգու այդ ճանապարհին։ Ինչ է հիմա օրենքը պահանջում, ինչ պետք է արվի, ով պետք է կրի պատասխանատվություն, հատկապես եթե երեք կարդացի եւ որ փաստորեն քրեական վարույթ այս դեպքի հետ կապված չի լինելու, ընդհանրապես դա
որսի հետ, կապորինի որսի հետ կապված այդ վարույթում է քննվելու։ Ով է պատասխան տալու այս ամենի համար։ Դուք էլ ավականու անդամ եք, կենտրոնաբանական այգի փաստորեն ձեր ենթակայության ներքո է, որքան ու տեղյակ եմ, Քրիստինա Վարդանյանը պահանջել է ծառայողական քննություն։ Ինչ է տալու։ Մի խոսքով խոսենք արդեն այս դեպքի իրավական կողմի մասին եւ ինչ պետք է անել։ Ձեր հարցի մեջ արդեն իսկ կան բոլոր բացասական պատասխանները։ Իրականում այնքան ճիշտ ձևակերպեցիք, այդ ամբողջական շղթան, որն այսօր որևէ կերպ չի կարողանում իր նպատակին ծառայել։ Չկան հետևանքների վերացման, նախ եւ առաջ դրանց կանխարգելման ընթացքում հանրային առողջության, միջավայրի անվտանգության, եւ չեմ ասում կենդանիների բարեկեցության սկզբունքների պահպանումը։ Տեսեք, դա այս ամենը բացի աղմուկից, վնասից, ղժդժությունից ուրիշ որևէ դրական գիծ ունենալ չի կարող։ Եվ այո, սա եւս մի դեպք է լինելու, որից ոչ ոք դաս չի խաղալու, եւ ընդհանրապես գիտեք, ասեմ ավելին, դաս քաղելը մի խնդիր կլիներ, հետևություններ անել եւ գոնե չնչին փոփոխություններ մտցնելը այլ խնդիր կլիներ։ Հավատացեք, մենք այն հասարակություն ենք, որը պատրաստ կլիներ սիրով ընդունելու անգամ չնչին փոփոխությունը, բայց տեսնում եք, որ վերջին տարիների մեր պայքարն է, վերջին տարիների ասած 20-ից ավել իհարկե, չի կարողանում անգամ օրենսդրական դաշտը կարգավորել եւ եղած դրույթները նույնպես որևէ դրական ազդեցություն այս պահին չունեն։ Ավելին, ովքեր են ի վերջո գոնե հասարակության աչքերում պատասխան տալու բացարձակ անիմաստ, ծախսատար, ողջամտությունից չափազանց հեռու, անտրամաբանական եւ վերջում մեծ վնաս եւ իհարկե անկում առաջացրած գործողության համար։ Մենք ունենք այդ հարցերի պատասխանները մեզ համար, ոչինչ օրենքի առջև չի, քրեական օրենսգիրք էլ չունենք, ենթադրենք այդ ամենը չկա։ Մենք պետք է հասկանանք, որ մենք որպես հասարակություն ոչ միայն բարոյականության, այլ անվտանգության իմաստով այնպիսի մակարդակում պետք է լինենք, որպեսզի այդպիսի իրավիճակներից կարողանանք առնվազն խույս տալ, ոչ թե քաղաքացիական ինքնագործունեություն ձեռնարկել եւ այդ մասին խոսել եւ որևէ արդյունք չունենալ։ Եվ այո, այստեղ տեսեք, քանի օղակ է, որոնք որ որևէ կերպ կապակցված չեն հրահանգավորվում միևնույն կետից, չունեն ընդհանուր աշխատանքային որևէ հարթակ։ Այսպիսի աշխատանքի համար, հաշվի առնելով, որ մենք չունենք սա իսկապես ճիշտ հստակ մասնագետներ, բայց ունենք նաև գոնե շատ սուղ մարդկային ռեսուրսներ, պետք է նախապես հանձնախմբային ձևաչափով մասնագետների, փորձագետների ներգրավմամբ աշխատանք տարվի, ոչ թե հապճեպ, փորձենք ինչ-որ մի հատ արհեստական իրավիճակ ստեղծել, աժիոտաժային, որպեսզի դրա համար լինի, չգիտեմ, օրինակ աղմուկ։ Եթե այս դեպքով եւս պատասխանատուներ չլինեն, կամ լինեն խավության նոխազներ, այսինքն ուղղակի ամենաթույլ օղակին տվյալ դեպքում քաղաքապետանին կամ կենտրոնաբանական այգուն փորձեն ներգրավել եւ որևէ բարձր մակարդակով պատասխանատուներ չգտնվեն, ապա մենք միևնույն է գտնվելու ենք նույն վիճակում, այս դեպքերը հանգիստ եղեք, կրկնվելու են եւ լինելու են ավելի վատ, որովհետեւ պատկերացնենք այդպիսի անկազմակերպ գործողությունների արդյունքում կենդանիները վնասեին մարդուն մահվան ելքով։ Ընդ որում դուք հարցազրույցներից մեկում ասել եք, որ եթե ոչ թե այդ չափաբաժինը հիմա ասում են կրկնակեն ներարկել եւ դա էլ է գուցե պատճառ դարձել, իսկ եթե չափաբաժինը քիչ էր, այդ դեպքում հնարավոր է ճանապարհին նրանք քնից արթնանային եւ ավելի նորից վտանգավոր դեպքեր տեղի ունենային։ Ավելին, այս դեպքում մենք պետք է զարմանանք, իսկ ինչու որպես իրեղենապացույց ճանաչված եւ արգրավված գույքը չի տեղափոխվել դրա համար հատուկ իրավապահների պահման, օրինակ չհրկիզվող պահարաններ։ Ինչպես է ընտրվել պահման վայրը, ինչ տեղանքի ուսումնասիրության արդյունքում է ենթադրվել, որ մենք այսօր որպես վանդակները մենք բոլորս էլ տեսել ենք տեսանյութերով, առավել ևս որպես ենթակառուցված, այո, եւ դա ենք մենք անվանում այսօրվա չափորոշիչ։ Դա ամենևին չափորոշիչ չէ, որևէ տեսակի մանավանդ վտանգավոր, չասենք, գիշատիչ, կատնասուն ավելի բարդ կամ, չգիտեմ, կենսաբանական եզրույթների մեջ չխորանանք, այլ փորձենք ասել, այո, ուղիղ վտանգ ներկայացնող կենդանու իր բնականon վարքի եւ իր կարևոր ազատությունների, պահանջմունքների
պահպանման համար այդպիսի տարածքները չեն կարող լինել բավարար։ Այո։ Կենտրոնական այգին որպես ենթակառուցվածք չունի համապատասխան միջոցներ եւ չի էլ կարող ունենալ այս իմաստով նաեւ պարտավորել չէ, որովհետեւ այն չի կարող ծառայել նաեւ որպես օրինակ վերականգնողական կենտրոն։ Իսկ այդպիսի ցնցումներից հետո այդպիսի ծավալով կենթանիներին ենթարկել փորձությունների, դա ուղիղ վտանգ է հանրությանը, եկեք մոռանանք, որ նրանք շնչավոր են։ Նրանց թողնեին, այսպես ասած, տնային կալանք լիներ։ Գիտեք, ես այդ պատճառով եմ օրինակը բերում, իսկ ինչու չեն տարել ավելի վտանգավոր մարդկանց համար տարածքներ, որովհետև եթե մենք չենք կարողանում տեղում լուծել խնդիրը առանց տարածքի տեղափոխման ավելորդ գործողության, միջոցի, ռեսուրսի ծախսման, ով է ասել, որ մենք ունակ ենք այդ խնդիրը վերցնելու վերահսկողության ներքո, սա ցույց է տալիս, որ մենք դա չենք կարող, այդ պրիմիտիվ, բարձունակ խնդիրները մենք չենք կարողանում լուծել։ Իհարկե թույլ է տալիս։ Եվ այդ խնդիրը ուզում եմ հասկանալ իրեղեն ապացույցները, եթե դա օրինակ լիներ գողոն, ենթադրում էր, որ ինչ-որ մեկը կծախսեր, եթե դա լիներ գումար, ինչ է լինելու առյուծների հետ։ Վախենում են, որ այլ մարդիկ կվնասեին, ուտեին, տապակելուց հետո ինչ խնդիր պետք է առաջանար, որպիսի հապճեպ տեղափոխումը լինի արդարացված, չկա արդարացում, եւ արդարացում չկա ոչ միայն կենթանու անկման հետ կապված, այլ ընդհանրապես այդպիսի աժիոտաժային ոչ իրավաչափ գործողությունների եւ երբ մարդիկ ասում են որովհետեւ ինչ որ մեկին է պատկանում, որովհետեւ չպետք է լինեն, այդ մեզ են ուզում բացատրեն, թե վերջապես հասկացել են մեր տարիներ շարունակ բացատրած, այո, չպետք է լինի այդպես, եւ եթե դա օրենքի այսպես ասենք տեսանկյունից խնդրահարույց չի առնվազն։ Այն նույն մարդիկ, ովքեր այսօր գալիս են մասնակցելու արգրավմանը, թույլտվություններն են տվել այդ կենթանիների պահման։ Դա նորմալ է համարում։ Այդ դեպքում պետք է ուրիշ մարդիկ զբաղվեն, այստեղ շահերի բախումներ են լուրջ։ Փաստորեն ինչ ունեցանք դեպք, որը հենց մասնավոր տարածքից տեղափոխվեց եւ դեպքը արձանագրվեց, այ ողբերգությունը արձանագրվեց, դա կարող էր լինել նաեւ կենթանաբանական այգի տեղափոխող, այսինքն կենթանաբանական այգին կարող էր ձեռք բերել այդ գույքը, ինչպես ասում են, արեն եւ նույն արդյունքը ունենալ։ Հետևությունները Տիկին Ադամյան ասում է, Նարեն էլ ասում, դասեր չեք քաղել։ Բոլորովին։ Այդ դեպքում ինչ ենք ունենալու, նորից նման իրավիճակներ եւ ինչ պետք է անել, օրենքում փոփոխություն պետք է Ընդհանուր առմամբ, այո, ես արդեն ասեցի, այն ինչ որ ունենք, մասնավոր կենթանաբանական այգիներից այսօր նույնիսկ վերականգնողական կենտրոնները, ինչը որ մենք հիմա ունենք, երեք ես արտասահմանից մի լուր ստացա, որ անգլիացի մի երիտասարդ նորից վերականգնողական կենտրոն է բացել Արջերի նոր ինչ որ կենտրոնա Ռուբեն Խաչատրյանի հետ համատեղ են իրանք անում եւ բայց այնպիսի քանակություն կա կենթանիների ես հիմա ձեզ թիվը չեմ կարող ասել բայց այն օրը էլի քաղաքացիներին զուգարկել էին հրաշքայգում ապրող ուրեմն գիշատիչ կենթանիների իրավիճակը թե ինչ փոքր վանդակներում են ապրում հիմա դրանք պիտի տեղափոխվեն ես ինչքան գիտեմ դա process-ի մեջ է այսինքն այդ մի այգուց բա մնացածները ուր ենք տանելու մենք այդ կենթանիներին ոնց ենք պահելու ոչ այդ հնարավորությունները ունենք ասենք ինչպես մենք տեղափոխեցինք հիշում եք Արջերին դեպի Հունգարիա մեծ հսկա վերականգնողական կենտրոնա որ հենց բնության մեջ է մեծ տարածքան ու դա կարելի է ասել պահպանվող տարածքա որտեղ իրանք այդ արջերին այսպես հերվից հեռու հետևում են եւ պահում են մենք այդ հնարավորությունները չունենք ուրեմն ինչ պետք է անենք մենք պետք է այսօր արդեն արգելենք մասնավոր կենթանաբանական այգիները պետք է այդպիսի օրենք ունենանք արդեն այսօր ինչ որ կա ով որ ստացել է թույլտվությունը հետևել այդ այգիները, նայել արդյոք այդտեղ կենթանիները պատշաճ են պահվում, գույքագրում անել, չգիտեմ, արել են նարե գույքագրում, մասնավոր
հատվածի, անգամ որ չափորոշիչները որևէ չեն համապատասխանում։ Այո, կարծում եմ, որ ոչ մեկը չգիտի ինչա կատարվում, այսպես այստեղից այնտեղից կղզյակներ այն ինչ-որ ստանում ենք, մենք ենք գնում Նարեի հետ քանի անգամ հիշում ես այդ մասնավոր այգիները գնաց ենք նայել ենք։ Այստեղից այնտեղից մի խոսքով օրենքը այն ինչ որ ունենք նույնիսկ չի գործում, հասկանում եք, այդ իրավիճակը, որը պետքա լինի թղթի վրա գրված է, որ այսպեսի տարածք պիտի լինի, այսպեսի պայմաններ, այսպես պետքա կերակրեք, այսպես դա էլ չի գործում։ Դրա համար պետք է կտրուկ հիմա, կտրուկ օրենք ընդունել եւ արգելել ամեն տեսակի մասնավոր այգիները կենթանաբանական Հայաստանում։ Հիմա նույնիսկ ես չեմ ուզում այդ բարձրաձայնի հարցականի տակը թե ինչպես պետք է այդ կենթանաբանական պետական կենթանաբանական այգին գոյատևի այս իրավիճակում, որտեղ լուրջ է վիճակը։ Դուք նշել եք ձեր էջում COP17-ի մասին։ Այո։ Ինչն եք ակնարկել։ Ուրեմն ես ուղարկել եմ ուղիղ նամակը անգլերեն լեզվով COP17-ի ղեկավարությանը։ Եվ գրել եմ, որ այսպիսի իրավիճակ է, որ խնդրում ենք անկախ փորձաքննություն անցկացնել, որպեսզի մենք հստակ հասկանանք, թե ինչի է կենթանին անկում ապրել։ Այ հիմա որ այստեղ խոսում ենք, սա ուղղակի մեր այսպես գիտելիքների հիման վրա ենք այս ամեն ինչ ասում, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի բան մենք չունենք, մենք չգիտենք կոնկրետ ինչ են սրսկել, ինչ են այ դրա համար անկախ անասնաբուժական փորձաքննություն է պետք եւ մենք դա պետք է անենք։ Հուսով եմ այդ մարմինները եւ ոչ միայն COP17-ին եմ ուղարկել եմ շատ միջազգային ինքը կենթանապաշտպան ուրեմն կազմակերպությունների, որոնք արդեն այնտեղից գրել են, որ շնորհակալություն ընթացքի մեջ է։ Նայում ենք, տեսնենք ինչ կարող ենք անել։ Սա պետքա անպայման ջրի երես, գուցե եթե ջրի երես դուրս կա հասկանանք, անասնաբուժերը, անկախ փորձագետները գան ու ասեն, որ սրա հետևանքն է, կամ այսինչ տեղն են ներարկել, ոնց են էքսկումացիա անում, չէ՞, մարդկանց տարիներ հետո ու որոշում, թե ինչն է եղել նրանց մահվան պատճառը, նույնը կարելի է հիմա անել, դա այսօրվա գիտությունը դա թույլ է տալիս։ Ես նրանց փոխարեն իհարկե դիագեզման կուղարկեի կենթանում։ Վայ, Նարճան, դու այդ որ հայտարարում ես հիմա լսում են իրակ ու դա կանեն, հասկանում եք, այդ էլ կարող են անել, ես չեմ բացառում նաև դա, բայց ամեն դեպքում, որպեսզի հստակ հասկանանք, թե ինչ է կատարվել, սա շատ կարևոր է, եւ բացի նրանից, որ ես անկախ փորձաքննություն եմ պահանջել, ես նաև իլուր այդ կազմակերպությունների ասում են, որ տեսեք ինչ են անում այստեղ։ Իսկ ձեր այդ ահազանգը հնարավոր է, որ մեզ զրկի Հայաստանի երեխաներին զրկի կենթանաբանական այգի ունենալուց։ Ոչ, ես չեմ գրել, որ մենք ասում ենք պրոբլեմին մոտենում ենք, ինքներդ եք ասում, որ կենթանաբանական այգին բազմաթիվ խնդիրներ ունեցող կառույց է։ Իսկ կարող է հենց սա չեմ կարծում, որ բանը դրան հասնի, դեռ մենք պետք է աշխատենք այս մասնավոր կենթանաբանական այգիների, մասնավոր սեկտորի վրա, որը պահում է կենթանիներ, բոլորից լավ իհարկե Զարուկյաններ պահում դրանցից, Նարենկը փաստի, բոլորից լավ, այդ պետք է ասենք անկախ այդ քաղաքական թեմաներից, մնացած բաներից ինչ որ շրջանառվում է, այդ մարդը կենթանիներին շատ լավ է պահել, ու դա փաստում են շատ մարդիկ ու մասնագետներ, իսկ մնացածների մասին անգամ չեմ ուզում խոսել, լռում եմ, թե ինչ վիճակ է, չեմ լռում, ասում եմ, ինչ վիճակ է, այս ամեն ինչը պիտի ջրի երես, գոնե սրա հետ կարողանանք մեր հարցերը լուծել, այս մասնավոր սեկտորի հետ հասկանանք, թե ինչի է մեր երկիրը այս վիճակում, տարիներ առաջ ես տեսել եմ, թե ինչպես Զեյթունում, Նարե ջան կհիշես, չէ, այդ մեր վերևի տարածքներում մեկը արջ էր բերել, դուք պատկերացնում եք շենքի բակում, դուք ասում եք կատու, արջ էր բերել, վանդակի մեջ, ասենց այդ փոքր հսկա արջը խցկել էր այդ վանդակը ու մարդիկ զանգում են մեզ հասանգում են ասում են դեկի Սիլվա եկեք տեսեք էս աննորմալ է էս մարդը էս ինչ է անում եկել են ու պատկանմանն է տեսչական վերցրեց այլ էր այդ կենթանուն բա ոնց կարա ու տենց լիքը կենթանիներ կա գնացեք ռեստորանային համալիրներ տեսեք ինչա կատարում տեսեք ինչա կատարվում գարշահոտությունը վիճակը կենթանիների երջանկահիշատակ պարոն Սանասարյանը մեկ անգամ իր հետ գնացել էինք դեպի Ալավերդի ուսումնասիրություններ Թեղուտի հանքավայրի եւ այնտեղ մի փոքր sense տեղ կար որտեղ ուղակի սոված ենք մտանք ասեցինք մի կտոր հաց ուտենք պիտի շարունակենք ճանապ ու տեսանք
անգղներ փոքր ուրեմն վանդակների մեջ։ Սանասարյանը փորձ կատարեց վանդակը բացել։ Իհարկե չկարողացանք, բայց այդ տեսարանը նկարել ենք, բերել ենք տեսչականին, ցույց ենք տվել, բա այսքան տարի է, այսքան ժողովրդով նարեն կփաստի ինչքան մարդը դրա վրա։ Մենք բարձրաձայնում ենք օրենքի ուժով, տեսչականի ստուգումներով, դուք հարցերը չեք կարող լուծել, եկել հասել է այսօր քաղաքական, այսպես աբալոչկա եք ստեղծել դրա հիման վրա, սենց եք անում, բա կարելի է տենց։ Բա որ ասում ենք, այդ ասում են քաղաքականացված է սենցաներու, հա, քաղաքականացված, հա, թեկուզ քաղաքականացված է, ձեր քաղաքական ամբիցիաների համար կենթանուն սպանել, բա կարելի է, դա դաժանության գագաթնակետն է, ոնց կարելի է տենց ապրել, կներիք, էլի վաղ կարող է մեր երեխաներին էլ այդպես անենք, ոնց կարելի է սենց ապրել։ Ինչ ունեք ավելացնելու Նարէ, մեր հաղորդումը մոտենում է ավարտին։ Գիտեք, եթե մենք պատկերացնենք, որ յուրաքանչյուր րոպե այդպիսի կենթայիների եւ դրանց շուրջ գտնվող մարդկանց անվտանգությունը ուղիղ սպառնալիքի ներքո է, որ այո, ամսական մի քանի այդպիսի դեպք է գրանցվում տարբեր տեղերում, անազատ պայմաններում պահվող վայրի կենթանիների, մարդիկ տիրապետության տակ գտնող ընդհանրապես բոլոր այլ կենթանիների եւ իհարկե կենթանիներից մարդուն եկող վնասների։ Մենք ուծե փորձենք այլ կերպ նայել, բայց մեզ հետաքրքրում են այսօր որպես պետություն միայն այլ ոլորտները, որոնք եկամտաբեր են, որոնք կարող են ծառայել բացարձակ արհեստածին հասարակությանը ոչ պիտանի տարբեր զվարճալիքների համար։ Սա անթույլատրելի է եւ այս ամենը հնարավոր է անել միայն օրենքի ուժով։ Եվ եթե մենք այսօր վերջապես չհասկանանք, որ այս բոլոր խնդիրները կապակցված են եւ չկան գլխավոր եւ երկրորդականներ եւ բոլորը միաժամանակ զուգահեռ պետք է լուծեն, մենք ավելի լուրջ խնդիրների ենք հանգելու, որովհետեւ մենք միասին տարիներ շարունակ միասին այսքանս ենք, չէ՞, միշտ եղել այստեղ քննարկել եւ դեպքը դեպքից հետո ավելի է սրանում վիճակը։ Ամեն դեպքում հետևենք իրադարձություններ, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն, ինչ հայտարարություններ կլինեն, որտեղ հանրությունն էլ է այս դեպքին ուշով հետևում։ Ամեն դեպքում անվտանգության հարցը կա, երկրի դեմքի հարցը կա, միանշանակ, իհարկե։ Խոսվում է առույցը բավականին ինքը 300 առույցներից մեկն էր փաստորեն աշխարհում գտնվող, այնպես որ երևի թե միջազգային հանրությունն էլ է հետևում այս իրադարձությանը։ Հետևում են, արդեն process-ը գնացել է։ Մենք էլ ուշադիր կլինենք, հարկ լինելու դեպքում ձեզ հետ նորից կհանդիպենք այս տաղավարում։ Շնորհակալություն ենք հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։